Կուզեմ ձեզ ներկայացնեմ մեր շարժման առաջի մեկ ամսվա մասին տվյալներ։ Սկսեմ։ 1.5 ամիս առաջ մենք մեկնարկել ենք մեր շարժումը։ Այս ժամանակահատվածը իհարկե շատ փոքր է, բայց փառք Աստծո արդեն ունենք կատարած աշխատանք։ Կա համալրված թիմ ու կա արդյունքներ, որոնցով ուզում ենք ձեզ հետ կիսվել։ Առաջինը, որ կուզենայի շեշտել, դա մեր թիմն է։ Այսօր ես հայտարարում եմ, որ մեր ձևով շարժման մասնակից է դարձել, միացել է արդեն 5000 կամավոր։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում եւ միանում են մեզ առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք են տեսնում եւ ինչը մենք բոլորս ենք տեսնում։ Ուրախ ենք, որ բոլորս միասին ենք։ Ձեր մասնակցությունը պատիվ է մեզ համար։ Մեր համախոհների այս տեմպը, եթե շարունակվի, մենք վստահ ենք, որ մոտակա ամիսների ընթացքում մենք արդեն կլինենք տասնյակ հազարավոր, եւ դա արդեն մեծ մերան կլինի մեր հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ կատարելու։ Թիմը երիտասարդ է, այդ պատճառով երբեմն մեզ հարցնում են. Ինչն է պատճառը, որ մարդիկ միանում են մեր ձեւ շարժմանը։ Ես կարող եմ ասել, որ պատճառը Սամվել Կարապետյանն է։ Նրա անունը այն վստահությունը, որ մենք բոլորս ունենք, որ նա հետևողական է լինելու, շարունակելու է չգցել հայ ազգի անունը, պահպանել մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին, մենք վստահ ենք, չէ, հայրենակիցներ ջան, որ դա այդպես է։ Եվ իր գաղափարներով, իր ծրագրերով մենք Հայաստանը դարձնելու ենք գոնե մեր տարածաշրջանում օրինակելի երկիր։ Մեզ նաև շատ են քննադատում, ասում են ուր գնում եք, իսկ մենք շատ շրջաններում մարզեր են գնում, ու ասեմ իմ ամենահաճելի, ինձ համար ամենահաճելի մասն է դա, որովհետև այն էներգիան, այն դրական էներգիան, որ մենք մարզերից, գյուղերից ստանում ենք, աննկարագրել է այս ամբողջ process-ում, այս Հորձանոթում ինչի մեջ մենք հայտնվել ենք, իմ համար ամենաուրախ օրերը ես տեսել եմ գյուղերում, այցելելով գյուղեր։ Շատերը խոսում են, որ գյուղերում մարդիկ ունեն պրոիշխանական հայացքներ եւ իրենց ձեռք է տալիս այս ամենը ինչ տեղի է ունենում։ Ես վստահեցնում եմ, դա առասպել էր, գյուղերում մենք տեսանք մեծ հակազդեցություն եւ գյուղերում տեսանք գաղափարներ։ Մեզ առաջարկում էին այնպիսի գաղափարներ, անգամ տնտեսագիտական, որ մեր տնտեսագիտական թիմը դեռ չէր հանգել դրան։ Ու այդ մարդիկ իրենց գաղափարները շարք են դառնալու մեր գաղափարներին։ Եվ մենք դրանցից լավագույնները ներդնելու ենք մեր ծրագրերի մեջ։ Շնորհակալ եմ։ Շատ են քննադատում, ասում են, քաղաքական ուժը ինչպես կարող է լինել միայն տնտեսությունից խոսել, ձեզ մոտ ստացվում է տնտեսությունը, դրանից էլ խոսում եք։ Ասեմ շատ կարևոր բան, ասում են զբաղվեք քաղաքականությամբ։ Շորջ ջան, 30 տարի զբաղվել են քաղաքականությամբ, ո՞նց են զբաղվել։ Լավ են զբաղվել։ Մենք պետք է զբաղվենք տնտեսությամբ։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80%-ը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Երբ մենք նայում ենք օտար երկրների նախընտրական ամբողջ քարոզարշավները, բոլորը տնտեսության մասին են։ Նայում ենք Հայաստանինը, բոլորը իրար մասին է։ Մարդիկ իրար մասին են մենակ խոսում։ Կյանքի, ասում են,
Ինչ կապ ունի Թալինում ինչ ես կառուցելու։ Երկրում դու պետք է քաղաքական ինչ-որ միտք տաս, բայց Թալինում կառուցած գործարանից, Արմավիրում կառուցած մթերման կայանից է մեր երկրի տնտեսությունը ստեղծվում, մրցակցությունը ստեղծվում։ Եթե մենք մեր շրջանները չկարողանանք տնտեսապես կայացնենք, Երևանում նստած իրար հետ բանավիճելով չի։ Ու մենք շարունակելու ենք տնտեսության մասին խոսել։ Եթե մենք կարողանում ենք գործազրկության հարցը լուծել երկրում, մենք կարողանալու ենք նաև դրանով լուծել կրթության հարցը, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենալու ստանալ բարձր աշխատավարձներ, դասախոսները, ուսուցիչները, քանի որ պետության բյուջե ավել գումար է գնալու։ Պետությունը հնարավորություն է ունենալու վճարի, ստեղծի նեղ մասնագիտացված դպրոցներ, կրթահամալիրներ, որ մենք 21-րդ դարում մրցակցային լինենք, որտեղ բոլոր տեղերը նեղ մասնագիտական դպրոցներ են, համալսարաններ են, Հայաստանը դեռ այն հին իներցիայով մենք շարունակում ենք, չենք կարող բյուջե ավելացնենք։ Տնտեսություն է պետք, որ բյուջե ավելացնենք։ Տնտեսություն է պետք, որ բյուջե ավելացնենք առողջապահության մեջ։ Մարդիկ վախենում են գնան հիվանդանոց։ Գյուղերում երբ խոսում եմ, կանայք ասում են տղա ջան, դե չի ցավում, չեմ գնում։ Գնամ ծախսեմ անելու, ես է չգիտեմ, ինչի հետևանք է դա լինելու։ Շատ կարևոր է, որ երկրում լինի ապահովագրություն, բայց ճիշտ մշակված, եւ շատ կարևոր է, որ մարդիկ ունենալով աշխատանք, հնարավորություն ունենան չնայեն իրենց գրպանին, գնան ուղակի իրենց առողջությանը հետևեն, առանց վախի, եւ դա էլ է տնտեսություն։ Մենակ գործազրկությունը հաղթելով մենք դրան կգանք։ Երրորդ բանը, որ կուզեի ասել, էլի որ ասում են, մի հատ մեր անվտանգությունից ինչու չեք խոսում։ Սամվել Կարապետյանը իր մի ելույթի ժամանակ ասել է. մեր 44 օրյա պատերազմի անհաջողությունը մի բանից էր, մի շարք բաներից էր, որից ամենակարևորներից մեկը մի բան է։ Դա հարուստի ու աղքատի պատերազմ էր։ Հայ ժողովուրդը 2 օրվա ընթացքում ռազմաճակատ է ուղարկել 5000 կամավոր։ Ոչ մեկ իրավունք չունի ասել, որ հայ ժողովուրդը փախել է պատերազմից։ Ադրբեջանական, երբ մենք դիտում ենք ադրբեջանական կադրերը, 3 ավտոբուս է ու 20 հոգի կամավոր։ Մեր մոտ չեք հիշում հարյուրավոր, հազարավոր մարդիկ, բայց երբ դու աղքատ երկիր ես, զենք չես տալի այդ մարդուն, ասում ես տնից զրահ-բաճկոնը հագի, գնա, չես պլանավորում այդ մարդը ոնց պետք է պայքարի։ Ինչքան էլ քաջ է հայ զինվորը, որը մեր մեծերի ասելով էլ, մասնագետների ասելով էլ ավելի պատրաստված է, ավելի մոտիվացված է, չես կարող պայքարել, մեզ պետք է լավ տնտեսություն, որ կարողանանք լավ սարքավորումներով զինենք մեր բանակը, մենք ոչ մի նկրտում չունենք, որևէ ինչ-որ խնդրով, ինչ-որ երկրի հետ հակամարտություն սկսելու, մենք ուղղակի խաղաղություն ենք ուզում, Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է եւ իր խաղաղությունը պետք է լինի ապահովված, իսկ մեր անվտանգային համակարգը մեր ամրագոտին է։ Երբ մենք լինենք հարուստ երկիր, երբ մենք լինենք իհարկե ավելի գերազանցելի էլ կլինի, ավելի գերազանցելի, բայց տարածաշրջանում ամենահարուստ երկրներից մեկը մեզ տարածաշրջանում ոչ մեկ չի համարձակվի նայել այս աչքով։ Մեր դաշնակիցներն էլ ուրիշ աչքով կնայեն։ Կտեսնեն, որ տնտեսական ուժ կա այս երկրի հետևը։ Դրա համար արգելի քաղաքացիներ ու հայրենակիցներ, քաղաքացիները ասում, արդեն քաղաքական գործիչների խոսելա ոչ ամոթս, իմ հայրենակիցներ ու իմ ամենօրյա հարազատներ։ Մեր հիմնական քայլը յուրաքանչյուր քաղաքական ուժի, որը պետք է հարց լուծի Հայաստանում, ինքը միայն պետք է խոսա տնտեսությունից, լուծի տնտեսական հարցերը ու լուծի Հայաստանի հարցերի մեծ մասը։ Մի քանի բան էլ կուզեի ավելացնել, եթե թույլ կտաք։ Առաջինը մենք երբեմն խոսում ենք, ներկայացնում ենք մեր պատմության տարբեր դրվագներ վերջի 100 տարվա։ Ու
ես մի բան եմ նկատել, ամեն անգամ, երբ մի դրվագի մասին եմ խոսում, մեր իշխող ուժը թերահավատորեն է մոտենում, ասում է դրվագից խի ես խոսում։ Դա պետք է մոռանանք մենք, այն պետք է մոռանանք։ Պատմեմ ինչը։ Առաջինը, երբ 20-րդ դարը սկսվեց, գիտեք, տխուր դեպքերով, հայկական ջարդերով Օսմանյան կայսրությունում։ Երբ մենք խոսում ենք ջարդերից, ցեղասպանությունից, ասում են Թուրքիայի հետ հարաբերությունները կվատանա։ Չնայած որ Թուրքիայի հետ սահմանի հետ կապված երբեք Թուրքիայի պահանջը չի եղել ցեղասպանության հարցը օրակարգից հանել։ Թուրքիայի միակ պահանջը եղել է Քարվաճարի ազատագրման հարցը, դուք գիտեք այդ։ Բայց ասում են մի խոսա թուրքերի հետ կվատանանք։ Եվ դրանից հետո 20 թվից հետո եկել է երկրի խորհրդայնացումը։ Մի անգամ ես խոսքի մեջ ասեցի, որ խորհրդային միության ժամանակ մեր պապերը տարիքով շատ մարդիկ ովքեր այստեղ են 1000 հատ գործան են սարքել 10 տարում։ Դրանից հետո մարդիկ ասեցին դու քարոզ ես անում խորհրդային միության։ Հարգելիներս, խորհրդային միությունը գնացել է ու խորհրդային միության քանդման, կազմաքանդման հիմնական կատալիզատորը եղել է արցախյան շարժումը։ Եվ չի վերադառնա խորհրդային միությունը։ 21-րդ դարը դինամիկ ազգային պետությունների դար է, որը մենք պետք է լինենք։ Երրորդ բանը, անցնում ենք խորհրդային միությունը, գալիս ենք անկախ Հայաստանին։ Ասում են, անկախ Հայաստանը ունեցել է մեծ խնդիրներ, տնտեսական խնդիրներ, բայց նաև ունեցել է ձեռքբերումներ, երկու մեծ ձեռքբերում ենք ունեցել։ Առաջի անգամ 100-ամյակի մեջ մենք մեր ուժերով առանց լուրջ օգնության հաղթել ենք մեր 100-ամյա հակառակորդին լավ կազմակերպվածության արդյունքում եւ մեր երկրի 30% ազատագրել ենք։ Երկրորդ բանը, որ ձեռք ենք բերել, սովետական միությունը միշտ սահմանափակում էր մեր ազգային ինքնագիտակցությունը։ Մենք ձեռք ենք բերել դպրոցներում, կրթության մեջ, ազգային ինքնագիտակցության ավելի բարձր աստիճան։ Մենք հիմա ու մենք 10 տարի առաջ լրիվ ուրիշ ենք։ Ես կարծում եմ, որ ինքնագիտակցությունը մեր մոտ աճում է։ Ու այսօր երկուսն էլ վտանգի տակ են։ Այսինքն մեկը Արցախյան մեր հաղթանակը մենք արդեն կորցրել ենք։ Իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, որովհետև այսօր բոլոր տեղերից ենթարկվում է пассив հարձակումների, որ օֆիցիալ չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ մեր տարբեր կետերից վերանում են մեր ազգային սիմվոլները։ Ու դա բերելու է, մենք գիտենք ոնց են իրենք սկսում։ Մեկից չեն ասում, որ մեծ բողոք չառաջացնեն, բայց քիչ-քիչ դրան են բերում։ Երկրորդն էլ մեր 30 տարվա մեջ մենք ունենք այդ հաղթանակը եւ մենք պետք է պահենք այդ հաղթանակը։ Մենք ունեցել ենք նաեւ այս վերջի 30 տարվա մեջ մի հատ կարևոր դաս։ 44-օրյա պատերազմի մասին ես պետք է խոսեմ։ 44-օրյա պատերազմը մեր հաղթանակից հետո մի կարևոր դաս է, որ մենք պետք է սերտենք, որ հետագայում այդ նույն խնդրին չանդրադառնանք։ Դա հայերի կողմից մի հատ հատկություն ունենք մենք, որը մեր վատ հատկություններից է։ Գրական բառը չեմ գտել, դրա համար խոսակցական եմ ասում։ Արխային ենք ընկնում։ Հաղթում ենք քաջաբար, դժվար, Ստեփանակերտի բունկերներում, բանում, պատվալներում տարիներով պաշտպանվում ենք, կռվում ենք, հաղթում ենք ու արխային ենք ընկնում։ Արխային ենք ընկնում, դրա 30 տարվա արխային ընկնելու արդյունքում մեր հակառակորդը ավելի երկարաժամկետ թշնամություն ունենալով, լինելով ավելի հեռանկարային, նայելով ավելի հեռանկարային իր ուժը ուժեղացնում էր, իսկ մենք հանգստացել էինք։ Մեր յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրի ղեկավար, հարց լուծել երկրում, պետք է մի բան անի։ Իշխանությունը վերցնելուց հետո այդ փառքի մեջ արխային չընկնի։ Պետք է արխային չընկնի։ Պետք է ամեն օր մի ոտ ավելի արագ լինենք, քան հարևանները։ Հայ մարդուն շատ բան պետք չի։ Եթե մենք նայում ենք, պետք է ընտանիքում բոլորը առողջ լինեն, բնակարան լինի, լավ կրթություն երեխաներին, մեծերը, որ անհոգ ծերություն ունենան։ Ու այսքան տաղանդ ունեցող ազգը չի կարող դրան չհասնել։ Ուղղակի լավ ուղղորդում է պետք։ Այսօր մեր ձևով շարժման առաջնորդ
Սամվել Կարապետյանը շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, մեկ պատճառով փոքրիկ խմբակին դուր չի եկել, որ նա պաշտպանել է իր եկեղեցուն եւ նա պաշտպանել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որպես իմ ասած ազգային ինքնագիտակցության խրամատներից մեկը։ Բայց մի բան կարող եմ ասել իր խոսքերից։ Նա ասել է, հայտարարել է, որ անգամ բանտախցում նա ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացրած փոքրիկ խմբակը։ Հիշում եք, մեր ձեոշարժման ստեղծման ժամանակ մենք հայտարարել ենք, որ լինելու է 5 աշխատանքային խումբ։ Մենք այսօր ներկայացնելու ենք 5 խմբի արած աշխատանքները եւ մարդիկ կներկայացնեն իրենց տեսլականները, այն մարդիկ, ովքեր միացել են մեզ։ Շնորհակալ եմ։